շարունակելու ենք խոսել սպորտից, որովհետև ունենք շատ կարևոր առիթ խոսելու։ Սիրելիներ, մեր տաղավարում մի մարդ է, ով իր օրինակով մոտիվացնում է շատ շատերիս, նույնիսկ մինչև մեր եթեր հայտնվելը, զրուցում էինք այսպես հետ կադրային այսպես Եվ հաճելի զարմացանք։ Շատ հաճելի զարմացանք ու անկեղծ եմ ասում, մեր զրույցից դուք վստահաբար եմ ասում նույնիսկ, որ դուք եք մոտիվացվելու ու դուք եք շատ հարցերի պատասխաններ եք գտնելու։ Դե ինչ, տապենք արդեն ներկայացնենք մեր հյուրին, ծանրամարտի վարպետների աշխարհի, Եվրոպայի եւ համաշխարհային խաղերի բազմակի չեմպիոն Վահրամ Խուդոյանը։ Բարի լույս։ Բարի լույս։ Բարի ձեզ, բարի լույս։ Շատ ուրախ ենք ձեզ մեր տաղավարում տեսնել։ Մինչև անդրադառնանք բուն այսպես կարևոր հարցերին, մասնագիտական եւ ավելի այսպես պատմողական, հա, պատմության նույնիսկ առնչվող։ Հետաքրքիր է թե ինչու եք ընտրել հենց այս սպորտաձևը։ Ինչպես ստացվեց դա հրավերքի համար, ես հաջողքով կպատասխանեմ այդ հարցին, որովհետեւ երևի թե ծանրամարտը բոլոր սպորտաձևերից ունի որոշակի տարբերություն եւ ամենագլխավորը ծանրաձողին չես կարող համոզել, խաբել։ Այդ այն գործիքն է եւ այն սպորտաձևն է, որ միանշանակ ծանրաձողը պետք է բարձրացնել վերև։ Կան սպորտաձևեր, որտեղ կարելի է մի կերպ ինչ որ ժամանակ շահել, վազել, ոչինչ չանել, չմբշել, չկռվել, չհարվածել, իսկ ծանրաձողը պետքա գաս եւ բարձրացնես։ Եվ այդ առումով երևի թե ամենադաստիարակչական սպորտաձևերից մեկն է, որը կամային հատկություններ է դաստիարակում մարդուն եւ ստիպում է եւ կարողանում է մարդը հասնել նպատակին քրտինքով, չարչարանքով եւ ոչ միայն սպորտի առումով է երևի թե դա կարեւոր, այլ նաեւ իհարկե նաեւ կյանքում, որ անդառնում է, իհարկե ոչ բոլորն են դառնում մեծ սպորտսմեններ, բայց այդ բնավորությունը, այդ մոտեցումը մնում է ամբողջ կյանքում, իհարկե։ Բայց ինչը եղավ պատճառ, դերևս այդ գայթակղությունը, ո՞նց եղավ, որ դուք դեռ պատանի տարիքում, դեռ շատ տարիներ առաջ ընտրեցիք ու սիրահարվեցիք այս սպորտաձևին։ Գիտեք, իմ մարզիչը եղել է Աշոտ Վիլասյանը, հանրաճանաչ մարզիչ, ով դաստիարակել է օլիմպիական չեմպիոն Օքսեն Միրզոյանին, եւ երբ որ ես դալիճ մտա առաջի անգամ ինքը դեռ ստուդենտ ուսանող եւ ինձ ասեց մի հատ այս քաշը քանից տարա, բանից պարզվում է 100 կիլոգրամ էր էլի։ Ես ոչինչ չմտածելով այդ 100 կիլոգրամը թեթև քանից տարի, ասես դու կգաս պարապես, որովհետև դու շատ ուժեղ ես, այդ ինձ ոգևորեց, ոգեշնչեց ու պատկերացրեք իրոք ստացվեց որ երբեք չեք փոշմանել։ Չէ, չեմ փոշմանել, որովհետև ստացվեց ինձ որ ես օժտված եմ ֆիզիկական ուժով եւ կարողանում եմ մինչեւ այսօր օգտագործեմ նույնիսկ տենց նվաճումների Այո, հենց այդպես, դուք սպարտի վարպետ եք, Հայաստանի բազմակի չեմպիոն, ռեկորդակիր եւ եղել եք հանդես եք եղել համամիութենական բազմաթիվ մրցաշարներում, սակայն ձեր կարիերան շարունակել եք մինչեւ 26 տարեկան։ Ինչու՞։ 26-ում ինչ պատճառ եղավ, ինչ դարձավ որ։ Ես արեցի ինչ որ կարող էի անել եւ մի պահեկավ ես հասկացա որ այլևս ես չեմ կարող աճել սպորտային արդյունքները եւ այդտեղ դադարեց ամեն ինչ առօրյա կյանք աշխատանք ընտանիք եւ այլն այդ ամենը մի փոքր խանգարեց աշխատանք էր պետք արդեն ընտանիքի համար այլ հարցեր 26-ում է դրդապատճառը դարձավ որ դուք թողեցիք սպորտը իսկ հետո որ տարիքում վերսկսեցիք մոտ ավարապես մի տենց պատմություն եղավ հետո, երբ որ կատարեցի իմ գլխավոր միսիան, երեխաներ ունեցանք, դաստիարակեցին, բոլորը գնացին իրանց ճանապարհներով, փառք Աստծո շատ հաջող, եւ մի անգամ էլի դահլիճ մտա եւ հայտնաբերեցի, որ նախկին ուժս մնացել է։ Հետաքրքրվեցի, որ անց են կացվում միջազգային դեռ շատ քիչ բան գիտեի, հիմա մի քիչ շատ ավելի գիտեմ դրա մասին եւ որոշեցի նորից փորձեմ։ Սարսափելի ծանր էր նորից ռեստարտ անել, բայց հասկացա, որ այն ինչ որ ինչի մասին ես երազում էի,
Իդեպ ասեմ, որ ժամանակին ես ուզեցել եմ դառնամ աշխարհի չեմպիոն, աշխարհի ռեկորդսմեն, որ չստացվեց երիտասարդ հասակում, եւ դրա մասին խոստով անել եմ Յուրիկ Վարդանյանին, որ անգամ հարցրեց, ինչ ես ուզում դառնաս, ասում եմ ուզում եմ աշխարհի չեմպիոն, հետո շատ տխրեցի, որ չդարձա աշխարհի չեմպիոն, բայց հետո դարձա։ Եվ նույնիսկ մի քանի ամիս առաջ հաջողվեց աշխարհի ռեկորդ դնել։ Բավականին դժվար է, որովհետև եթե ստատիստիկայում նայեք աշխարհի ռեկորդներ, նույնիսկ վարպետների մրցումների ժամանակ բավականին հազվագյուտ երևույթ է, 20-25 տարվա պատմություն ունեն։ Մենք ասես թե նույնիսկ ունենք այդ պահն է, երբ որ աշխարհի ռեկորդն եմ դնում 84 կիլոգրամ։ 84 կիլոգրամ, ես պլյուս 2 կիլոգրամ ավելացրեցի աշխարհի ռեկորդը։ Այստեղ քանի տարեկան եք։ Անպայման պետք է նշել։ 3 ամիս առաջ։ 7 ամիս առաջ։ 3 ամիս առաջ։ 3 ամիս առաջ։ 3 ամիս առաջ Ալբանիայում, որտեղ հերթական անգամ դարձա Եվրոպայի չեմպիոն։ Բազմաթիվ մրցումները ես նույնիսկ չեմ հաշվում, որովհետև դեռ համարում եմ նոր եմ սկսել իմ սպորտային կարիերան եւ մենք վստահ ենք, որ հենց այդպես էլ կա։ 3 ամիս առաջ ես անպայման ուզում եմ նշել մեր հեռուստադիտողին եւս մեկ անգամ, որ Վահրամ Խուդոյանը 3 օր հետո հունիսի 26-ին նշում է իր 70-ամյակը։ Այո։ Եվ այո, աշխարհի այսպես 70-ամյակից 3 ամիս առաջ աշխարհում սահմանում է ռեկորդ։ Ինչը ֆանտաստիկ է իրականում։ Անբացատրելի զգացողություններ են կարծում եմ։ Հետարքիր է նաև, որ ձեր հարցազրույցներից մեկում նշել եք, որ տարիքը հարաբերական հանգամանք է, եւ եթե ամբողջ մարդը, երբ որ առողջ ցանկություն ունի, իր մեջ ուժը հաստատ գտնելու է, ապա պետք է գնալ ու զբաղվել սիրելի սպորտով։ Կպատմեք, թե ինչ մոտիվացրեց։ Ինչպես եղավ 2017 թվականին մեկնեցիք Նոր Զելանդիա Օքլենդում մասնակցելու սպորտի վետերանների համաշխարհային խաղերին։ Դա ինչ-որ չափով պատահական էր, բայց պատահական չի այն, որ մարդը պետք է իհարկե գնա երազանքի հետևից ցանկացած տարիքում, որի մասին ես բազմաթիվ տեղեր առիթներով ասել եմ եւ նույնիսկ մի փոքրիկ ֆոտո կա մարզա դահլիճում, որտեղ ես մարզվում եմ, այդ ֆոտոյի վրա էլ է գրած գնա Քո երազանքի հետևից ցանկացած տարիքում։ Այսինքն իրոք հարաբերական է եւ գիտեք, երբ որ մարզ զբաղված ալնում նպատակների բանի, այդ տարիքի մասին ժամանակ չկա մտածելու։ Ես զբաղվում եմ պարզապես քո գործով, մանավանդ եթե այդ գործը վերաբերվում է, ասենք, առողջությանը եւ ես ուղղակի ասեմ շատ մարդկանց, որոնք արդեն տարիքով են, պետք չի վախենալ այդ ֆիզիկական ծանրաբեռնվածություններից, հավերը, բաները, դրանք սա հարաբերական բաներ են եւ պետքա դրա վրով անցնել։ Ես ինքս իմ վրա փորձարկումներ եմ անում, կարելի ասել, եթե այդպես կարելի ասել, որ թե ծայրահեղ քրիտիկական, ասենք, այդ ծանրաբեռնվածություններով օրգանիզմը դիվերսիո ընդունում է այդ ամեն ինչը եւ սովորում է եւ ընդունում է, որ դու պետքա լինես ուժեղ եւ պետքա լինես առողջ, այսինքն փոքր քայլելով կարելի է մեծ արդյունքների հասնել։ Անպայման փոքր քայլերով, եթե ոչինչ չանես, այդ ժամանակ օրգանիզմը ոչ մի հակադիր քայլ չի անի, արձագանք չի լինի եւ կծերանաս, sense ավելի վատ տեսքով կծերանաս։ Մենք բոլորս պիտի ծերանանք, բայց ցանկալի չի, որ Բայց տարիքը չի խոչընդոտում գնալ քո երազանքի ետևից։ Սա ամենակարևորն է։ Բոլորին դա վերաբերվում է նույնիսկ երեխաներին, բոլոր տարիքին, ցանկացած տարիքին, եթե ունես երազանք, պետք է այդ երազանքի ետևից գնաս։ Շատ չարշարվես, շատ ահավոր մեծ աշխատանք պետք է անես, որ հասնես ոչ թե փոքրիկ բանի հասնես, այլ մեծ բաների հետևից պետք է գնաս եւ դա քո ստիմուլն է, քո կյանքի դառնում է հետաքրքրությունը, կյանքն էլ է հետաքրքիր դառնում Էլ ավելի, բայց հետաքրքիր է, թե այս ճանապարհի ընթացքում ովքեր էին ձեզ քաջալերում, ովքեր էին հավատում։ Շատերը, իհարկե իմ ընտանիքից սկսած առաջի հերթին։ Բայց չկար մտավախություն, չկային մարդիկ, ովքեր ասում էին, ինչների դեպի ռիսկերը մեծ են գուցե։ Բազմաթիվ անգամ են տվել, քո ինչին է պետք։
Ես չեմ կարողացել պատասխանեմ ճիշտն ասած ինչին է պետք ասում, չգիտեմ, որովհետև հարց չի վերաբերում նյութական, գիտեք, այս տարիքում սպորտով զբաղվողները այդ զտած մարդիկ են, որոնք որ գնում են հանուն գաղափարի, հանուն սպորտի, հանուն նպատակի երկիր են ներկայացնում ինչ որ այդ կարգի, բայց ոչ ինչ որ կարիերայի համար կամ բանի համար ու դժվար է պատասխանել ինչ ես գնում, ուղղակի գնում ես զբաղվում ես։ Չէ, դա անբացատրելի իրականում համաձայն եմ ցեզ, դա գերագույն հաճույք է, երբ որ դու կանգնած ես հաղթական այսպես ու քո մեջքի հետևում քո երագույնն է ծածանվում, քո օրներքն է հնչում։ Երբեմն լինում է որ շփոթում են ուրիշի օրներք են դնում, բայց ոչինչ։ Մեր օրներքն է միևնույն է գնում, ձեր մինչև հարցազրույցը որ նշեցիք Ալբանիա խառնել էին։ Մի անգամ խառնեցին, քեսից Արմենիան Ալբանիայի հետ։ Հա, այդ որ անկիրթ երկիրներ, էլ մի գնացեք այդտեղ։ Չէ, լավ մարդիկ են, Ալբանիան շատ լավ երկիր էր, բայց դուք Ռուբենյան ճիշտ եք ասում։ Գիտեք, այդ ամեն ինչը մի ակնթարթի համար է արված եւ քո հպարտությունը քո երկրի համար Նավակի անբացատրելի է կարծիքներ կան, բայց ամեն դեպքում հայրենիքը եւ ամեն հայ մարդ լսելով, տեսնելով օրհներքը դրոշը երևի ինչ որ մի բան մեջ sense Մենք նաև շատ հաճախ ենք ականատես լինում, որ եվրոպական երկրներում մի շարք այլ ամերիկյան թե առասարակ մայրցամաք նկատի ունեմ թե հյուսիս թե հարավ շատ այլ երկրներում վետերանները շատ ակտիվ են իրենց գործունեության մեջ։ Նաև համաշխարհային խաղեր կան սպորտի վետերանների խաղեր կան, այո։ Հայաստանի մասին ինչ կասեք։ Հայաստանի մասին ինչ կասեք։ Ես փորձեմ այդ հարցին պատասխանեմ, ուրեմն Հայաստանի մասին կասեմ, մենք զրոյական վիճակում ենք այդ առումով, ցավոք սրտի զրոյական վիճակում ենք։ Աշխարհի ամենամեծ հանրային բնույթ կրող միջոցառումը դա համաշխարհային խաղերն են, որտեղ 30 անցած անգամ պետքա Ճապոնիայում անցկացվեր մյուս համաշխարհային խաղերը, որտեղ պետքա 50,000 սպորտսմեն հավաքվեին։ 50,000 մարդ մի միջոցառման համար դա սարսափելի մեծ թիվ է։ Օքլենդում իդեպ 30,000-ի կարգի մարդ էին հավաքվել, ամբողջ աշխարհով մեկ պանամերիկյան խաղեր, ասիական խաղեր, Եվրոպայի խաղեր, շատ մրցաշարեր ունեմ, ես դարձել եմ Գերմանիայի չեմպիոն, պատկերացնեք, գնացել եմ Գերմանիան անցակացնում առաջնություն։ Մեր առաջնության ժամանակ 3 հարթակի վրա են անցկացնում 10 օր շարունակ 1000 մարզիկ վարպետներ, մենք նույն Ալբանիայում, երբ որ անց էինք կացնում Եվրոպայի առաջնություն։ Մի քանի 2 ամիս հետո Ամերիկայում անցկացվելու աշխարհի առաջնություն։ Իդեպ ձևաչափը ուզում են փոխեն, մտցնում են ֆեստիվալի տեսք են մտցնում, ֆեստիվալի տեսք են տալու, որտեղ ուժային սպորտաձևերը, եթե չեմ սխալվում, crossfit, ծանրամարտ, powerlifting եւ strong man, strong woman 4 սպորտաձև գումարում են իրար, որ դիտարժան դարձնեն այդ սպորտաձևը։ Դուք կմասնակցեք Ես անպայման, ես արդեն այնտեղ Անպայման։ տոմս ունեմ։ Լաս Վեգասում իդեպ պետք է անցկացնի։ Մենք հաջողություն ենք մաղթում Բոլոր հետևելու դեպքերը ձեր կարծես թե հաջողություններին։ ունեք։ Ինչի մասին եք այսօր երազում։ Ես երազում եմ, որ գնամ մի օր ֆիթնես կլուբ, տեսնեմ լիքը տարից մարդիկ կան, գնամ դահլիճում տեսնեմ շատ մարդիկ։ Ես երազում եմ, որ փողոցով ման գալուց մարդիկ, տղամարդիկ 50, 60, 70, 80 տարեկան ձիգ քայլեն, ուղիղ քայլեն, առողջ լինեն, ուրախ լինեն, զվարթ լինեն, Հայաստանը ներկայացնեն, երբ որ գնում ես արտասահման, ոչ թե գնում ես մենակ ուտել, խմել, պլաժում պարկել, այլ նաև մարդիկ տեսնում են որտեղից ես, Հայաստանից եմ։ Հայաստանին ճանաչեն, սպորտսմեններին ճանաչեն, Հայաստանը ճանաչեն, հայ մարդուն ճանաչեն, լավագույն կողմերով ճանաչեն հայ մարդուն։ Մենք կարծում ենք, որ իրականում դուք կդառնաք այն մոտիվացիայի աղբյուրը, դրդապատճառը, որ հետագայում նույնպես այսօրվա մեր հարցազրույցից, ձեր նվաճումներից, ձեր դեռ ասում են Աստված առաջ ժողովուրդ, չէ՞, առաջիկա մրցույթների հաջողություններից կմոտիվացվեն եւ իրականում մենք ինչ որ մի ժամանակ հետո կունենանք լրիվ այլ արդյունք ու այսօր զրոական ինչպես դուք նշեցիք, այլ պատկեր ենք ունենալու ձեր շնորհիվ։ Իրականում պետք է ակտիվ լինենք ու այո, այդ կարծրատիպերը փորձենք կոտրել, որ անկախ տարիքից մարդ կարող է լինել շատ սլացիկ, շատ հրաշալի տեսք ունենա, հաջողությունների հասնի եւ երբեք ուշ չի երազանքների հետևից գնալը։ Շնորհակալություն, պարոն Խուդայան։ Ձեզ շնորհակալություն, ես հույսով եմ դուք ինձ չեք մոռանա, այսինքն ես ձեզ կհիշացնեմ, երբ որ
մի կոմպլեկտ կավելանա մեդալների եւ դուք կբերեմ ձեզ կներկայացնեմ։ Շատ շնորհակալություն։ Մեզ եւ ամբողջ մեր բոլոր հեռուստադիտողներին։ Շնորհակալություն եւս մեկ անգամ, իսկ մենք սիրելի հեռուստադիտողներ, այս պահին շարժվենք առաջ, լսենք լավ երաժշտություն։